Երևանի Բեռնման բեռնաթափման ուղեմաս ՓԲ ընկերությունը փաստաթղթերում ներառել էր կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում էլ պետությանը պատճառվել էր շուրջ 250 միլիոն դրամի վնաս։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են Երևանի Բեռնման բեռնաթափման ուղեմաս ՓԲ ընկերության գույքը դեռևս 2010 թվականին պաշտոնեական դիրքից չարաշահմամբ եւ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելով օտարելու դեպքի հանգամանքները։ Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն ՊՕԱԿ-ի ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը իր 3 աշխատակիցների հետ ստանձնելով այն ժամանակ գործող ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տնօրինության տակ գտնվող Երևանի Բեռնման բեռնաթափման ուղեմաս ՓԲ ընկերության անշարժ եւ շարժական գույքերի գնահատումը առանց դրանց հասցեներում փաստացի հետազոտություններ կատարելու միայն իրենց տրամադրած ելակետային տվյալների հիման վրա հիշալ պաշտոնատար անձի ցուցումով խմբի կեղծ տեղեկություններ են ներառել գնահատվող գույքերի մաշվածության եւ դրանց արժեքների վերաբերյալ։ Այնուհետև մեկ օրվա ընթացքում իրենց ստորագրություններով հաստատել են գույքերի շուկայական արժեքի բովանդակությամբ կեղծ հաշվետվություններն ու եզրափակիչ ակտերը, որից հետո ՊՕԱԿ-ի մեկ այլ պաշտոնատար անձ ՊՕԱԿ-ի տնօրենի փոխարեն ստորագրելով հաստատել է փաստացի կեղծ փաստաթղթերը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով քննվող քրեական վարույթով պարզվել եւ հիմնավորվել է, որ պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն ՊՕԱԿ-ի վարչության աշխատակիցների կողմից Երևանի Բեռնում բեռնաթափում ուղեմաս ՓԲ ընկերության գնահատման եւ հետագայում դրա օտարման հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 250 միլիոն դրամ գումարի վնաս, որը նախաքննության ընթացքում վերականգնվել է։ Դեպքը մասնավորապես վերաբերվում է Երևանի Բեռնում եւ բեռնաթափում ՓԲ ընկերության օտարմանը, գույքի օտարմանը, որը ներառված է եղել պետական գույքի մասնավորեցման ծրագրում, գնահատողների կողմից իրականացվել է գնահատումը 2010 թվականի ապրիլի 21-ին, գնահատվել են Երևան, Արտաշատ, Վանաձոր, Գյումրի քաղաքներում տեղակայված գույքերը։ Գնահատման ընթացքում գնահատողների կողմից ներառվել են կեղծ տեղեկություններ, որը հիմք ընդունելով տնօրենի տեղակալը ստորագրել է եւ ներկայացրել կառավարությանը, հետագայում կառավարության կողմից տվյալ գույքը օտարվել է։ Նշված գործողությունների արդյունքում Երևանի Բեռնման բեռնաթափման ուղեմաս ՓԲ ընկերությանը պատկանող 6.8 հեկտար մակերեսով հողատարածքները, 4679 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունները, թվով 46 մեքենաներն ու սարքավորումները, 19 տրանսպորտային միջոցները, 55 արտադրական գույքերն ու շահագործման մեջ չգտնվող թվով 20 հիմնական միջոցների արժեքները գնահատել են շուկայականից էականորեն ցածր գնով։ Դրանք հետագայում 50% նվազեցված արժեքով ուղղակի վաճառքի եղանակով Երևանի Բեռնման բեռնաթափման ուղեմաս ՓԲ ընկերությունն օտարել է ՍՊ ընկերությանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս։ Մի շարք անձանց վերաբերյալ, մասնավորապես նույն գույքագրման եւ գնահատման գործակալություն ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալի եւ գույքագրման գործակալության ՊՕԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ հսկող դատախազի վարորդն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից կայացվել է որոշումներ, մասնավորապես տնօրենի տեղակալի վերաբերյալ կայացվել է վաղամության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի առաջին մասով նույն գործակալության ՊՕԱԿ-ի աշխատակիցների թվով 2 աշխատակցի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու վաղամության ժամկետներն անցնելու հիմքով, իսկ թվով 2 այլ աշխատակիցների նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու մահվան հիմքով։ Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։